Leah Beauty Academy. Leah Beauty Academy. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Ձինայդ նախագիծը։ Եվ ինչպես միշտ Ակոպովնան ձեզ համար նախապատրաստել է հետաքրքիր թողարկում բացառապես երաժշտական եւ իհարկե ունեմ հանդիպում շատ հիասքանչ հետ։ Բայց դա րոպեներ անց։ Այս պայն ուզում շնորհավոր օրվա բոլոր օբելյարների լավագույն բարեմաղթանքներով առողջ լավ մարդկանց շրջապատում Աստծո օրհնությամբ եւ իհարկե Ակոպովնայի ու 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ եւ ասեմ որ տեսահոլովակի հերոսուհին րոպեներ անց կլինի մեզ մոտ տաղավարում։ Ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Շաղնասես մեզ է հիշեցնում ուզված շփոթված թախծոտ աչերը գարնան հովերը թերթեր են բոգում դեռ չլրացրած սիրո տողերը ճիշտ է սիրելիս կիսատ է սերը Թող մեզ նոր կյանք տաս արամենք սերը Ինչ օրեր անցան տարիներ ամբից Դեռ նոր ենք շիկնել սիրո բարերից Ճիշտ է սիրելիս կիսատ է սերը Թող մեզ նոր կյանք տաս արամենք սերը Ինչ օրեր անցան տարիներ անբից Դեռ նոր ենք շիկնել սիրո բարերից Մնաց սերը մեր անվերջ կարոտով Մերթ նորից Աստծուն խնդրելով Սերը չի մեռնում, մենք ենք ծերանում Եվ դրա համար վերջ աղ քաշում Ճիշտ է սիրելիս կիսատ է սերը Թող մեզ նոր կյանք տաս արամենք սերը Ինչ օրեր անցան տարիներ ամբից Դեռ նոր ենք շիկնել սիրո բարերից Ճիշտ է սիրելիս կիսատ է սերը Թող մեզ նոր կյանք տաս արամենք սերը Ինչ օրեր անցան տարիներ Դեռ նոր ենք շիկնել
Ես վստահ եմ, որ հենց հիմա այս գեղեցկու երկրպագուները լսարան ավելի մոտ են նստել, ձայնը բարձրացրել են, որովհետև շատերն էլ ասում են Հակոբովնա ջան ուշացել է, ես մեղավոր չեմ, բոլոր հարցերի պատասխանները նա անձամբ կտա։ Դուք արդեն հասկացաք, որ ես մեծագույն սիրով հյուրընկալել եմ տաղանդավոր, սիրված, սիմպաթիչնի եւ բլոնդինկա ամենասվածը, որ երբեք չի փոխվում, հենց ինքը Թամարա Ժամարյանը։ Թամ ջան, ողջույն։ Համբույրներ, բարևներ։ Ինչպես միշտ սիրելիս։ Ես կնեղվեմ, որ դու մի օր ասենք ինպես բրյունետկա դառնաս։ Ինձ թվում է, չէ։ Քեզ աշոտ սազում այդ Հա, գույնը։ դե լավ, հա, չի, ուզում եի համոզել, բայց չստացվեց։ Նախ բարի գալուստ Հայաստան։ Ես երբ տեսնում եմ իմ աղջիկը անհնարին է շաբաթը մեկ չլինի ինքնաթիռում եւ story անի, թե ուրա գնում։ Հա, փառք Աստծո, Ձինջան, շատ ուրախ եմ դրա համար, որ իհարկե այսօր շատ աղավաղվել, հա, մեր երկարվեստը եւ ոչ միայն Հայաստանի իրականությունն է այդպեսի, այլ ամբողջ աշխարհում մի քիչ այդ մելոդիան է պակասել, չէ, երևի։ Օրինակ առաջվա երգերը, այսօրվա երգերի հետ հաստատ համեմատել չի կարելի, բայց փառք Աստծո դեռ կան մշակույթ սիրողներ, դեռ կան գեղեցիկ երգ ու երաժշտություն լսող աուդիտորիա եւ ես էլ դրա կարելի ասել տենց մի փոքր մասնիկն եմ։ Դեռ կան արիթատերեր նաեւ, ովքեր սիրում են սիրուններին էլ հրավիրել, էլի, որովհետեւ ես լսել եմ, դե լինելով հանդիսավարուհի, շատերն ասում են լսի շատ լավ է երգում, բայց մի քիչ տեսակ բեմում լավը չի։ Այսինքն ես հասկացել եմ, որ շատ արիթատերեր ուզում են եւ սիրուն երգող, եւ սիրուն երգչուհի։ Արիթատերեր ինքը դեռ արդիական է։ Ինչևէ, ընկերուս կանչել եմ գովելու համար։ Բայց քանի որ իմանալով քո, այսպես ասած, զբաղվածությունը, ես գիտեմ նաև, որ այս բոլոր մեկտեղ ստերդ ես դաստիարակում, ժամանակը բավականին սուղ է, բայց դու հասցնում ես նաև նոր տեսահոլովակ ունենալ։ Հա, Դինա ջան, ճիշտ է, լինել մայր երկու զավակի, լինել տանկին, ուսանողուհի այս տարի իմիջիալոց 4-րդ կուրս եմ արդեն տնտեսագիտական համալսարանում, Աստծով կավարտեմ։ Այս տարի մի կողմից ուսանող եմ, մյուս կողմից մայր եմ, տնային տնտեսուհի եմ, աշխատում եմ, շատ sense բուրըն բեղմնավոր Այո։ կյանքով եմ ապրում, փառք Աստծո դեռ կարողանում եմ հասցնել, դեռ կարողանում եմ ինձ էլ հետևել, խնամել, տեսնեք ինչքան կղզենք։ Մարդու մտքին տեղի լինի, այո։ Իսկ տեսահոլովակը նոր, որին զանգիր ասիրցին, ես նորություն եմ, ինչի համար շատ շնորհակալ եմ, դու հասկացել ես։ Այն էգոիզմը բոլոր պրեմիերաներ անում։ Այո, ես պետք է մոտ լինի առաջինը, ես պաշտում եմ այդ երևույթը։ Ավանդույթ է դարձել արդեն։ Շատ լավ, դե պատմիր, եւ երգից եւ տեսահոլովակից։ Գրեթե մի 6 թե 10 ամիս առաջ էր չեմ հիշում, ես եկա մի շատ գեղեցիկ երգով Երևանի մասին, որ գրել էր հենց այդ նույն հեղինակը, նա ազգությամբ հրեա է, Օսիպով Բեռնարդը, ու սեն շոց են սիրահարված Հայաստանին եւ Երևանին, երկրորդ երգը նաեւ ուրեմն ընծայեց մեզ եւ ես էլի շատ մեծ սիրով արեցինք տենց մեզ հարմար, հա, տենց ինչ որ հետաքրքիր մի հատ տեսահոլովակ, ու եթե կարելի է դա անվանել տեսահոլովակ իհարկե, ցանկացանք, որ գեղատեսիլ վայրերը Երևա Հայաստանի վանքերը, մեր այդ հնությունը, Մատենադարանը, մի խոսքով Ծիծեռնակաբերդը, այդ ամեն ինչը փորձեցինք զետեղել մի քանի րոպեվա մեջ տեսահոլովակի, եւ թե ինչպես է ստացվել, արդեն թող ասի հանդիսատեսը։ Շատ լավ, քո թույլտվությամբ կազմակերպենք րոպե չկորցնելով, այնպես որ մոտ նստեք, ձեզ համար հատուկ տեսահոլովակի պրեմիերա երգում ենք ինքը գեղեցկուի Թամարան, որից հետո վերադառնանք տաղավար եւ ամփոփում։
гордостью моей. Нет родней земли. Я живу Арменией. Ереван ночной, древности церквей. Мир всегда родной. Я живу Арменией. В переливах дней ты прекраснее стал. Нет тебя родней. Вечный Хайастан, вечный Хайастан, вечный Хайастан. В глубине огней и далеких стран нет тебя родней. Вечный Хайастан, вечный Хайастан, вечный Хайастан. Մեշար լասնավուր ուրեք հիմա ուր вы душой своей навсегда с Арменией. Սուրբ Էջմիածի древности глубин идут теплей. Я живу Арменией. В переливах дней ты прекраснее стал. Нет тебя родней. Вечный Хайастан, вечный Хайастан, вечный Хайастан. В глубине огней и далеких стран нет тебя родней. Вечный Хайастан, вечный Хайастан, вечный Хайастан. В переливах дней ты прекраснее стал. Нет тебя родней. Вечный Хайастан, вечный Хайастан, Хайастан. В глубине огней и далеких стран нет тебя родней. Вечный Хайастан, вечный Хайастан. Դե ինչ 21 TV եւ իհարկե տոնը շնորհավոր Ձինայդ նախագծի շրջանակներում տեղի ունեցավ տեսահոլովակի պրեմիերա, երգում էր մեր գեղեցկուհի Թամարան, որը մեզ մոտ տաղավարում է, եւ շնորհակալ եմ իմ գեղեցկուհի ընկերուհուն եւ իհարկե ամենակարևորը շնորհավորում եմ թիմին։ Ես մի բան ասեմ քեզ, ես վստահ կարող եմ ասել, լինելով նաեւ ինչու ոչ շատ մարդկանց կողքին լսում եմ, որ շատերին ուղղակի այսպեսի տեսահոլովակների է հաճել։ Շատերը նեղվում են, ասում են չենք ուզում շատ այդ սցենարային, երգչին համար է չենք տեսնում։ Շատերն ասում են մեր արժեքները ցույց տվեք, էլի մի տեսակ շատ է այդ ամեն ինչը հերվածել։ Այսինքն մի տեղ որ տեսնում ենք մեր հուշարձանը կոթողները, անհնարին է, եթե
հասկացող ու կարոտող մարդն չգնահատի այսպիսի տեսահոլովակները։ Իհարկե մեր երկիրը շատ փոքր է, բայց այնքան դրախտային ու գեղեցիկ է, որ չսիրել ուղղակի հնարավոր չէ։ Եվ ես այնքան ուրախ եմ, որ սիրում են նաև օտարները։ Հենց այս մարդը լինելով հրյա ասում է ուղղակի դրախտավայր է ձեր երկիրը, ես ուղղակի սիրարված եմ, ասում ես դու երբևէ եղել ես Հայաստանում։ Օրինակ մենք փորձեցինք իրել հրավիրել, ասաց չեմ եղել, ասում եմ ես երազում ինձ Աստված ասեց, որ ես պիտի գրեմ Հայաստանի մասին երգեր։ Ձեր ասում եմ երկիրը օրհնված է, մի խոսքով այսպես ու շաքարվում որ լինի Երևանում, խնդրում եմ, տեղեկացրու նրան հրավիրենք եթեր։ Ինքը իմիջիալոց շատ հայտնի հեղինակ է, պիսатель, հա, sense գրող է ու այսպես հետաքրքիր ստացվում Հայաստանի ու շատ գեղեցիկ տեքստերով է, էլի ինքը ոնց որ ասած, տենց գրում մեր երկրի մասին ու շատերն ասում են ինչի ռուսերեն, այ մարդ այդ մարդը հայ չի, ինչ լեզվով գրեր։ Դե մենք միշտ պետք է մի բանից դժգոհ լինենք։ Թամ դու պատրաստ ես իմ բլից հարցերին։ Հա, տենց բաներ կա։ Այո, ես ուզում եմ մի քանի հարցերի օգնությամբ ներկայացնել, թե ինչպիսին է իմ ընկերուհին, ինչ ճաշակիտներ է եւ բնավորության մի քանի գիծ բացահայտեք։ Պատրաստ ես։ Սիրով։ Օրը սկսվում է ժամը արդեն 7-ից։ Առավոտվա սուրճ թե երեկոյան թեյ։ Սուրճ։ Միանշանակ։ Ֆիլմ թե ներկայացում։ Եվ ֆիլմ եւ ներկայացում նայած տրամադրություն։ Գույներից սև թե սպիտակ։ Սպիտակ։ Իր որ միշտ քեզ հետ է։ Խաչս։ Ինչ լավ։ Բայց այսօր ես Այո։ Ինչի մասին երբեք չես բարձրաձայնի։ Շատ նեղանձնական իմ կյանքի մասին, երևի թե։ Լավ, իսկ ինչի երբեք չես ների։ Ես չեմ ներում կեղծիքը։ Օրինակ papan մի շատ սիրուն խոսք ունի, ասում է նույնիսկ դավաճանությունը կարելի է ներել, բայց ապերախտությունը երբեք, հա մեկ էլ ատում եմ այդ ապերախտությունը։ Դե papan երբեք իմ կարծիքով սխալված չէր ասի։ Իսկ դու շփվում ես Աստծո հետ։ Շատ։ Խնդրում ես թե շնորհակալ ես լինում։ Առաջի հերթին շնորհակալ եմ լինում, հետո նոր խնդրում։ Հավատում ես երազներիդ։ Այո։ Ներքին ձայնիդ լսում ես։ Ոչ այդքան շատ, բայց երբեք իմ ներքին ձայնը ինձ չի խաբում։ Փոքրիկ Թամարը ապրում է այստեղ, որ մեկ բզբզում է։ 2 Թամար։ Մեկը ջար, մեկը բարի։ Տենց էլ է։ Շատ լավ։ Ունես կարգախոս։ Սիրի հայրենիքդ։ Լավ, նախընտրած կենաց։ Այո, զինվորների մասին կենաց։ Ապրես։ Այդ իմ ամենասիրած կենացն է։ Ապրես։ Եթե չլինի կինն ու գինին, ինչ կլինի, Թամ։ Ես չգիտեմ, կլինի աշխարհում խաղաղություն երևի։ Գոնե կգա խաղաղություն։ Կնոջ եւ գինու պատճառով է, կարծում եմ։ Շատ լավ։ TV թե ռադիո։ TV։ Հույսով ես վերջի հարցին երկար չես մտածի, էլի, տենց նախընտրած հեռուստահաղորդավարուհի ունես։ Օ, իհարկե, իմ սրտի հաղորդավարուին միանշանակ դինաս։ Շատ լավ, Թամ, ես ուզում եմ դու եթերում հնչեցնես քո մասին վերջի բամբասանքը, որ լսել ես։ Ինչու ոչ, հերքես կամ ասես ձին խոսում են, բայց սա բամբասանք չի, սա իրականության է մոտ։ Կա տենց։ Դե այդ ամուսնալուծություն, ամուսնություն, անընդհատ էս բաների մեջ է։ Բաժանում են քեզ միշտ։ Հա, բաժանում են, ամուսնացնում են, բան, այսինքն շատ խառը պատմություններ եմ լսում։ Այո։ Ու ընդհանրապես ոչ սիրում եմ Facebook-ով իմ մասին պատմել, խոսել, սիրում եմ մի քիչ տես լինել։ Դե կողով ֆոնատորից ուզում են իմանան սիրտդ ազատ է թե ոչ։ Ոչ, ազատ չի սիրտս։ Հենց որ այդ թեման փագա։ Այդ բամբասանք չի։ Իսկ դու պատրաստ ես ես հնչեցնեմ մի բամբասանք քո մասին, բայց կուզեի ասել եթերում դա հերքում ես, թե ճիշտ է եւ այսպես շարունակ։ Պատրաստ ես։ Հա։ Մի շատ լավ ստեղծագործական բամբասանք էի լսել, զարմացել էի, ասի ես Թամարը մեկը մոտս լինելու է, ես կհարցնեմ, եթե չզանգահարեմ։ Ես տեսել էի, որ Թամարան որոշ ժամանակով պատրաստվում է տեղափոխվել Մոսկվա։ Պատրաստվում էի։ Հա, փաստորեն ճիշտ էր։ Ճիշտ էր։ Եվ զուտ աշխատանքային թեմայով, ոչ թե ապրելու։ Հիմնականում աշխատանքային թեմայով։ Ապրելու առաջարկ կար բնականաբար ու շատ լավ առաջարկ, բայց ես նախընտրեցի հայրենիքս։
Վերջացավ, փաստորեն դա ճիշտ է։ Ես շատ դեպքերում սկսել եմ լռել, չեմ տես։ Ես շատ պատրիոտ եմ Զինա, չափի շատ։ Միգուցե իմ արտաքինից այդքան էլ չի երևում, որ բայց իմ մեջ մի հատ այնց զինվոր անստաց էլի հայ, չգիտեմ։ Դե այն կինը, ով երկար տարիներ իմ երեխաներն էլ իմիջիալոց հենց այդպեսին էլ ջանում եմ, այո, դա ծիրակել եմ մեծացնել։ Դե մեծ տղաս արդեն գիտես, չէ, ինչ տղա է։ Ինքը հերոս, զինվոր, մի խոսքով ծառայած, այն որ հայրենիք բան, նույնն էլ իմ այդ փոքրիկը ամբողջ օրը միայն հայրենասիրական երգեր զինվորների մասին, Արցախ բան, այսպես։ Մեր տանը միայն այդ թեման է։ Դե այդ ծրողից է գալիս, թե ինչպեսի սերունդ է աճում։ Դա մենք օրվա հոբելյարներ ունենք, տեսախցիկը քոնն է, խնդրում եմ շնորհավորիր։ Դե ինչ ասեմ, սիրելի իմ հայրենակիցներ, ամենալավն ու բարին ձեզ, ինչ որ դուք եք ինքներդ ձեզ կամենում, իմ սրտից ձեզ։ Ապրես։ Իսկ այսքանից հետո նրա փոխարեն ես միանգամից կարող եմ ասել մոտ եք նստում, ձայնը բարձրացնում եք, որովհետև հատուկ ձեզ համար երգում է ինձ ինքը իմ Թամարյան։ Շատ մի դողայից վարա, իզոր սիրտատ մի խարդիր, շատ մի դողայից վարա, երջանիկ եմ ես հիմա, արդեն ունեմ մեծ տարի, երեխա եմ ինձ ասում, Չէ որ ունեմ դերամայրիկ, երեխա եմ ինձ ասում, Չէ որ ունեմ
հասակը տարիների փորձն ունի ամենը տարի իրեն պատմությունն ունի խոժորը դեմքիս ամեն ծալքանիր դարդն ունի Ձերության դեմ ոչ ոքը ոչ մի ճարը չունի Խոժորը դեմքիս ամեն ծալքնիր դարդն ունի Ձերության դեմ ոչ ոքը ոչ մի ճարը չունի Միշտ հապարտ ես, ինչ կա ոչինչ եղել Միայն դեմքի ակոսներ են գոյացել Կամ էլ գլխիդ աշտանակն են ասրացել Բայց քո սիրտն ու հոգին նույն է մնացել Կամ էլ գլխիդ աշտանակն են ասրացել Բայց քո սիրտն ու հոգին նույն է մնացել Մանկությունից անցար այսքան ճանապարհ Դպրոցում ու խենթացած սիրահար Շատ չխոսենք քո պատմությունն է երկար Մի հիշեցրեք որ չդարաս խելագար Շատ չխոսենք քո պատմությունն է երկար Մի հիշեցրեք որ չդարաս խելագար Ջահել կյանքս ինչպես անցավ չիմանացա Կամաց ծերությանս մոտեցա Գիտեմ շուտով կբերեն իմ տեսակը Թողեք մի պահ վայել եմ իմ հասակը Գիտեմ շուտով կբերեն իմ տեսակը Թողեք մի պահ վայել եմ իմ հասակը Թողեք մի պահ վայել եմ իմ հասակը Թողեք մի պահ վայել եմ իմ հասակը